Հարևան Վրաստանում եւս շարունակվում են մեր երկրի անկախության 25-ամյակի նվիրված միջոցառումները։ Նախորդին կայացել է դրանցից մեկը։ Թբիլիսիում տոնական համերգ է մատուցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Թբիլիսահայերը մեծ ոգևորությամբ եւ ջերմությամբ են ունկնդրել հայ երաժիշտների կատարումները։ Երաժշտական Գյումրին իր ողջ կոլորիտով կոլորիտային Թիֆլիսի հյուրն է։ Մինչ Թիֆլիսահայ ու վրաց հանդիսատեսը հորդառատ անձրևին շտապում է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի Թիֆլիսյան համերգին, երաժիշտները վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարում։ Պատասխանատվությունը մեծ է, չէ որ հյուր են մի քաղաքում, որն ինչպես գյումրեցիներն են բնութագրում, եզակիներից է, որ կարող է իրենց քաղաքի հետ կոլորիտով ու երանգներով մրցել։ Մեր խումբը առաջի անգամ է գտնվում Թբիլիսիում, համերգ է տալիս այս գեղեցիկ դահլիճում, նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին։ Ծրագրում կան թե հայ, թե վրաց կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք հայ ու վրացի հանդիսատեսն ընդունում է մեծ խանդավառությամբ։ Եվ մենք անչափ շնորհակալ ենք այդ ջերմ ընդունելության համար, այն ջերմության համար, այն ափերը ցավեցնող ծափերի համար, որ գալիս էր դահլիճից դեպի բեմ։ Ընդհանրապես Գյումրի քաղաքը, Ալեքսանդրոպոլ քաղաքը իր կոլորիտով շատ հիշեցնում է Թբիլիսի քաղաքին։ Իսկ Թիֆլիս քաղաքը այն ձուլվածքն է, որտեղ ստեղծագործել են մեր հայերը եւ մեր բարեկամությունը այս քաղաքում, այս քաղաքի հողի վրա հյուսված է եղել իրար։ Եվ երբեք մեր ուշադրությունից, մեր հոգուց այս քաղաքը դուրս գալ չի կարող։ Այսօր իրականում տոներ, որովհետև մեծ շուկով նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը եւ շատ հաճելի էր, որ Գյումրու սիմֆոնիկ նվագախումբն էր այսօրվա մեր հյուրը, առաջին անգամն էր հյուրախաղերով Թիֆլիսում եւ ինչպես տեսակ շատ բուրըն ընդունվեց երաժշտասեր հասարակության կողմից այսօրվա գեղեցիկ համերգը։ Թիֆլիսի հանդիսատեսի վերաբերմունքն ու ծափերը Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի համար պարտավորեցնող ակորդներ էին, որ դա լինի առաջին, բայց ոչ վերջին համերգը բարեկամ քաղաքում։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, Առաջին ալիք, Թբիլիսի, Երևան։